մոտ կա այդ խնդիրը, որ եւ Վազգենի եւ Նարեկի դեպքում հիմնավորումը կալանքի հիմքերը վերաբերվում են թե այդ արարքը նորից կկատարի, այսինքն այն արարքը, որի համար մեղադրվում է խուլիգանությունը, նորից կկատարի։ Նախկինում էլ էր տենց, այն մի գործը որ արտարացվեցի։ Բայց այն ժամանակ սահմանափակում ունեին իրանք տնային կալանքում էին ու բան չէին։ Տնային կալանքում չէին, վարչական հաստատության մեջ էին։ Դատարանը ընդհանրապես արգել էր, ասել էր չվարեք եթերը չվարեք, հարցազրույցներում այն ինչ որ արել եք, այն որ հələ պիտի որոշենք հանցագործությունա թե չէ, էլ տենց բան չանեք։ Ոնց որ տղերք շատ լավ հասկանում էին դա եւ որևէ վարքյան անգամ այդ խախտում չի եղել։ Հիմա մենք դատարանից դա ենք պահանջում։ Ասում ենք, չէ որ մենք մի անգամ այս բանի միջով անցել ենք, չէ որ մենք համոզվել ենք, որ իրենք այդ պայմաններում չեն խախտում այդ կանոնները չեն խախտում, հետեւաբար ինչի եք տարել կալանավորման։ Հենց տեղից է արդեն գալիս հիմնավոր ենթադրությունը, որ ուղղակի պատժում են կալանքով։